Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ազգային ժողովի քննարկման է ներկայացվում ազգային անվտանգության մարմինների մասին եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները։ Նախագծերի ընդունումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների գործունեությունը կանոնակարգող երկու հիմնական օրենքներում առկա որոշ դրույթներ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, ծառայության հետ կապված հարաբերությունները առավել հստակ կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Նախագծերի ընդունման արդյունքում 26 թվականի հունվարի 1-ից հետախուզությունը այլևս չի լինի ծառայության գործունեության հիմնական ուղղություններից մեկը, կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաև ծառայության կողմից տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը։ Ծառայությունում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ծառայություն ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիքի անձանց համար, իսկ սահմանապահ զորքերում եւ հատուկ ստորաբաժանումներում ծառայություն անցնելու ընթացակարգը որոշակիորեն կպարզեցվի։ Ազգային անվտանգության մարմինների ծառայողին քրեական հետապնդման ենթարկելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ողջ ժամանակահատվածում կվճարվի ամսական հատուցում պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, կհստակեցվեն ծառայողին առողջական վիճակով պայմանավորված ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները, զինված ուժերում, ոստիկանությունում, փրկարար ծառայությունում եւ պետական պահպանության ծառայությունում նախկինում ծառայած եւ հետագայում ազգային անվտանգության ծառայության մարմիններ ծառայության ընդունված անձանց հերթական կոչումը շնորհելիս այդ մարմիններում տվյալ կոչումով նախկին ծառայության ժամանակահատվածը հաշվի կառնվի հերթական կոչումը շնորհելիս։ Օրինագծերով առաջարկվող մյուս փոփոխություններն ու լրացումները խմբագրական բնույթ են կրում եւ նպատակ ունեն հստակեցնելու ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կանոնակարգող նորմերը։ Նախագծերի փաթեթը դրական եզրակացության է արժանացել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում եւ խնդրում եմ օրենքների նախագծերն ընդունել առաջին ընթերցմամբ։ Շնորհակալություն։